Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև թրիփին, նա նշել է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները նախապատրաստվում են ստորագրել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը, եւ այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների, այս մասով դուք ինչ ենթադրություններ ունեք, ինչ խնդիրներ կարող է լինել, արդյոք թուրքական ընկերություն կարող է լինել թե ոչ, քիչ առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն ասում են, որ դա երկու ստեղ պետք է որոշվի, բայց չբացառեցին, որ կարող է այդպիսի ընկերություն լինել եւ նաեւ Արարատ Միրզոյանը նշել է, որ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար, ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի, սա ինչ կտա Հայաստանի եւ արդյոք համաձայնություն կլինի, որովհետեւ շեշտվում է, որ փոխադարձության սկզբունքով պետք է այդ ճանապարհների ապաշրջափակումը լինի։ Թրամփի երթուղու հետ կապված տարբեր հակասական մոտեցումներ կան, որոնք պաշտոնական մակարդակում է արտահայտվում։ Օրինակ, Թրամփը խոսում է վարձակալության մասին, դրանից առաջ հիշում եք Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ միջև այդ պայմանավորվածությունները որոշակի անոնսներ արել դրա հետ կապված։ Հետագայում հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ վարձակալության թեմա չկա կամ այս պահին չի քննարկվում դրա հետ կապված, այսինքն ինքը process-ը բարդ է եւ ծավալուն է ու այս պահին դրա հետ կապված կա բազմաթիվ հակասություններ։ Մեկ այլ հանգամանք, տեսեք, ռեգիոնալ ապաշրջափակման թեման մշտապես որ փուլերում է որ քննարկվել է բոլոր ճանապարհների բացման համատեքստում։ Ակնհայտ է, որ այս երթուղին առաջնահերթ բխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնահերթություններից, երկար ժամանակ նրանք փորձում են դա ստանալ, ավելին ամեն ինչ անում են, որպեսզի եթե նույնիսկ հնարավորություն է կա սուտ տնտեսական առումով հայկական կողմի համար որոշակի շահերի ապահովման տեսանկյունից, դրանք էլ մոտեցնեն նվազագույն են, մասնավորապես երբ որ քննարկվում էր եւ այս իշխանության ժամանակ եւ նաեւ տարբեր փորձագետների կողմից հետագայում ռեգիոնալ ապաշրջափակման համատեքստում ոչ միայն այդ Մեղրի առանցքի, այլ Մեղրիից Նախիջևանի տարածքով Երասխից արդեն դեպի Գյումրի, Գյումրից Թուրքիա այդ համատեքստը, տեսեք, 2 ամիս առաջ Թուրքիայի համապատասխան պաշտոնյան հայտարարեց, որ իրենք այս պահին քննարկում են Կար, Սիգդիր, Նախիջևան այդ երթուղու հանգամանք, այսինքն ըստ էության Հայաստանը շրջանցող երթուղի է եւ արվում է առավելագույնս, որպեսզի եթե նույնիսկ գործարկվի այդ Մեղրիով անցնող այդ ուղին, ապա դրա պայմաններում այդ բեռները կամ միջազգային բեռները հնարավորինս քիչ լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ըստ այդմ էլ Հայաստանի Հանրապետությունը այդտեղից նվազագույն շահույթներ ստանա։ Այսինքն ինչ է անում Ադրբեջանը ու Թուրքիան, իրենց համար կարևորը բնականաբար իրենց քաղաքական, ռազմական, տնտեսական շահերն են, այստեղ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի իրենք ստանալ առավելագույնը, իսկ թե ինչ կստանա Հայաստանը, իրենց համար բնականաբար որևէ խնդիր այստեղ չի լուծում։ Երկրորդը, եթե Հայաստանը ինքը մտածի իր շահերի մասին, բնականաբար այդպես չէր մոտենա գործընթացներին, ինչպես որ մոտենում է, որոնք արտահայտված են նաև այդ Վաշինգտոնյան պայմանավորվածություններում, որտեղ առաջնահերթը, ինչպես նկատում եք, ադրբեջանական շահերի առարկայական ներկայացումն է եւ այդ պայմանավորվածություններում արձանագրումը, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա Հայաստանի համար առաջնահերթ համարվող թեմաները դրանում այդպես էլ որևէ ամրագրում չեն ստանում։ Օրինակ, մխրճված հատվածներում, Հայաստանի Հանրապետության մխրճված հատվածներում 21, 22, 23 թվականների ժամանակահատվածում ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, որը թողնված է դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացին եւ ժամանակային առումով մեծ անորոշություններ են ներկայացնում գեյների, ռազմագեյների հետ կապված հարցերը եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը ոչ միայն այդ եղած պայմանավորվածություններով է փորձել առավելագույնը ամրագրել իր օրակարգային հարցերը, այլ հիմա էլ ակնհայտորեն ցույց է տալիս, որ նույնիսկ այն պայմանավորությունները, որոնք որոշակիորեն հայկական շահերը կարող են շոշափել, դրանք էլ այս պահին կասկածի տակ են։